تبادل پیام ها در خصوص متن همچنان بین طرف ها Իրանը պահանջել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր հուշագրի ստորագրման դեպքում ապասառեցվեն արտասահմանում գտնվող իրանական ակտիվների առնվազն 50%-ը։ Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։ Նրա խոսքով սա վերաբերում է Իրանի սեփական միջոցներին, որոնք ԱՄՆ-ն արգելափակել է տարբեր երկրներում գտնվող հաշիվներում եւ թույլ չի տալիս օգտագործել կամ փոխանցել Թեհրանին։ Իրանցի պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Նա ընդգծել է, որ Իրանը որևէ փաստաթուղթ վերջնական կհամարի միայն այն դեպքում, եթե այնտեղ ամբողջությամբ արտացոլվեն երկրի շահերն ու պահանջները։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցին, Ղարիբաբադին հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն Իրանն իրավունք ունի սահմանափակումներ կիրառել եւ վճարներ գանձել ծովային ծառայությունների համար։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները շարունակվում են դիվանագիտական մակարդակով, սակայն մինչ այժմ կողմերին չի հաջողվել հասնել համաձայնության։ Հունգարիայի կառավարությունը դադարեցնում է աշխատանքային վիզաներ տրամադրել Հայաստանից, Վրաստանից եւ Ֆիլիպիններից ժամանած աշխատակիցներին։ Հայտարարել է կառավարության խոսնակը, այս քայլը անվանելով հյուրաշխատողների հոսքը կարգավորելու առաջին քայլը։ Վարչապետ Պետեր Մագյարի տիսակուսակցությունը հայտարարել է, որ հունիսից վիզաներ չի տրամադրի Եվրոպական միությունից դուրս աշխատողներին։ Հունգարիայի կառավարությունը խստացնում է հյուրաշխատողների զբաղվածության հնարավորությունները այն մտավախությունների պատճառով, որոնք դրանք անվանում են տեղական աշխատավարձերի իջեցում, ասել է մամուլի խոսնակ Վանդա Շոնդին։ Հուլիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիան կփորձի ամրապնդել սպառազինության գլոբալ շուկայում իր դիրքերը։ Պետական ներդրումների շնորհիվ թուրքական ռազմական արտահանումը 2021 թվականից ի վեր եռապատկվել է եւ անցյալ տարի հասել 10 միլիարդ դոլարի։ Եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները էականորեն ավելացրել են թուրքական զենքի գնումները արևմտյան արտադրողների մոտ առկա հզորությունների դեֆիցիտի պատճառով։ Այսօր Անկարան վերահսկում է մարտական անօդաչումների համաշխարհային շուկայի ավելի քան 60%-ը եւ ծրագրում է առաջիկա 2 տարում կրկնապատկել արտահանման ծավալները, սակայն Թուրքիայի ռազմական հավակնությունները դեռևս սահմանափակված են տեխնոլոգիական բացերով, հատկապես հոբ համակարգերի եւ շարժիչաշինության ոլորտում։ Քաղաքական տարաձայնությունները եւ ժողովրդավարության հետ կապված հարցերը նույնպես խոչընդոտում են երկրի լիարժեք ներգրավմանը եվրոպական պաշտպանական ծրագրերում։ Անկարան ձգտում է ռազմաարդյունաբերության հաջողություններն օգտագործել թե տնտեսական պարտքերը մարելու եւ թե ՆԱՏՕ-ի արևելյան թևում սեփական ազդեցությունը մեծացնելու համար։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Զելենսկին վերջերս փորձել է կապ հաստատել իր հետ։ Ռուսաստանի նախագահի պնդմամբ հանդիպման հարցումը փոխանցվել է ռուս գործարարներից մեկի միջնորդությամբ։ Այդուհանդերձ Կրեմլի ղեկավարն այս փուլում որևէ անձնական տեսակցության իմաստ չի տեսնում։ Որպես մերժման հիմնավորում նա մատնանշել է Ստարոբելսկի ուղղությամբ կատարված հարձակումը եւ Կիևի գործողություններն անվանել սարսափելի հանցագործություն։ Պուտինը անդրադարձել է նաեւ Զելենսկու բաց նամակին, այնտեղ նկատելով անքաղաքավարության տարեր ու ոչ պատշաճ տոնայնություն։ Այսպիսով Մոսկվան հրապարակավ մերժում է երկխոսության ենթադրյալ փորձերը, դրանք ուղեկցելով Ուկրաինայի հասցեին ուղղված կոշտ մեղադրանքներով։ Мне кажется, что в свое время мы Ռուսաստանին պետք չեն համաշխարհային նավթի աննախադեպ բարձր գներ, շուկայի կայունությունը շատ ավելի կարևոր է, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով ռուս արտահանողները որոշակի արտոնություններ են ստանում, խոստովանել է Ռուսաստանի նախագահը, սակայն չափազանց թանկ նավթը ազդում է տնտեսության այլ ոլորտների վրա, ուստի հավասարակշռված գինը կարևոր է Մոսկվայի համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի բյուջետային կախվածությունը նավթից ըստ նախագահի նվազում է։ Նավթի եւ գազի եկամուտների բաժինը տնտեսությունում արդեն իսկ նախկին 50%-ից հասել է 23%-ի։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հերթական ռազմագերիների փոխանակումն է իրականացվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ կողմերը փոխանակել են 185-ական ռազմագերի Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Վերադարձած ռուս զինծառայողները նախ տեղափոխվել են Բելարուս, որտեղ ստացել են անհրաժեշտ աջակցություն, ապա ուղևորվել են Ռուսաստան բուժման եւ վերականգնման նպատակով։ Ուկրաինական կողմը եւս հաստատել է ռազմագերիների փոխանակման իրականացումը։ Ռումինիայի նավահանգստային Կոստանցա քաղաքում ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդումը հանկարծակի ընդհատվել է մոտակայքում անօդաչու սարքի պայթյունի պատճառով։ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ անօդաչուն ունի ուկրաինական ծագում։ Euronews Ռումինիայի հաղորդմամբ առավոտյան նավահանգստի շրջանում ամենայն հավանականությամբ ծովային անօդաչու սարք է հայտնաբերվել։